Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ծառայության թափուր հաստիկների համալրման գործընթաց է սկսել։ Կադրային բացը լրացնելու համար կառույցի ուսումնական կենտրոնը կրկին մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը, որի ընթացակարգերը ներկայացնելու նպատակով նախաձեռնել էր իրազեկման հանդիպումներ Սյունիքի մարզում։ Ուսումնական կենտրոնը հայտարարել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց եւ վերջնաժամկետը սահմանված է նոյեմբերի 6-ը։ Այդ ժամանակ մենք ակնկալում ենք, որ պետք է լինեն դիմորդներ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում եւ Սյունիքի մարզից, որպեսզի մենք կարողանանք դասընթացների արդյունքում ունենալ դիմորդներ, մասնակիցներ, որոնք ապագայում աշխատանքի կտեղավորվեն։ Պարբերաբար կազմակերպվող դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել 18 տարեկանը լրացած բարձրագույն կրթությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Իմը ներկայացնելուց հետո մեր համապատասխան բաժինը մանրամասն ուսումնասիրում է դիմումների ամբողջականությունը, ներկայացված փաստաթղթերը ու դիմորդներին հրավիրում է արդեն նախնական քննական փուլերի։ Դա օտարլեզվի իմացության ստուգման փուլն է, համակարգչային որոշակի գիտելիքների իմացության ստուգման փուլը եւ հաջորդը արդեն հարցազրույցի փուլը։ Այս բոլոր փուլերը հաղթահարելուց հետո մենք դիմորդներին հրավիրում ենք երկշաբաթյա խորացված դասընթացների, որտեղ շատ մանրամասն ներկայացնում ենք մաքսային գործին առնչվող տեսական գիտելիքները։ Դասընթացի ավարտին դիմորդները հանձնում են քննություններ, որոնց կշռային միավորների հիման վրա դասակարգվում են համապատասխան շտեմարաններում։ Թափուր հաստիկ լինելու դեպքում առաջնահերթությունը նրանց է տրվում։ Հանդիպումները շատ դրական կգնահատեմ, շատ լավ են անցել, մարդկանց հատկապես երիտասարդության շրջանում բավականին հետաքրքրություն զգացվում է մաքսային ծառայության նկատմամբ ու հույս ունենք, որ մասնակիցների քանակը շատ կլինի այս պատրաստման դասընթացներին, որովհետև հաստիկների մի բավական ստվար մաս հենց նախատեսված են Սյունիքի մարզում տեղակայված մաքսային մարմիններում, Սիսիանում, Կապանում գտնվող մաքսային տերմինալներում եւ Ագարակի պետական սահմանի անցման կետում։ Հաշվի առնելով հեռավորությունը մայրաքաղաքից, առաջին փուլը հաղթահարած սյունեցի մասնակիցների հետագա ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել նաեւ հեռավար եղանակով։ Դասընթացի մասին իմացել եմ սոցցանցերից, չունեմ ոչ մի տեղեկություն խորքային, բայց ուղղակի հետաքրքիր էր տեսնել ինչ են անում, ինչ է իրանից ներկայացնում մաքսային ծառայողը, ինչով է զբաղվում եւ ինչու ոչ նաեւ ինչպիսի վարձատրություն են ստանում։ Մեր երկրի համար անվտանգային տեսանկյունից շատ կարևոր գործառույթ իրականացնող այս մասնագիտությունը հեռանկարային է եւ հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում առաջընթաց ապահովել, խոսքն ամփոփում են հանդիպման կազմակերպիչները։